Ես քո երգը վաղուց եմ լսել Լիզա Սահակյան, 28 տարեկան, մասնագիտությամբ բուժքույր է, ID է, չի աշխատում։ Ալո։ Հա, բարև Մարինե ջան։ Լավ եմ, դու ոնց ես։ Լավ եմ, Լիզա ջան, շնորհակալ եմ։ Դիրջան քեզ համար լավ նորություն ունեմ։ Ինչ նորություն։ Աշխատանք եմ գտել։ Իսկապես։ Վայ, Մարինե ջան, չես պատկերացնի, ինչքան շնորհակալ կլինեմ քեզնից։ Իսկ ինչ աշխատանք, հա։ Դե պետք է հիվանդ խնամես։ Մոտ 38-ամյա քաղցկեղով հիվանդ տղամարդ է։ Քաղցկեղով։ Հա, Լիզա ջան, ճիշտ է, ինքը ոտքով ձեռքով է, բայց դե ոչ մեկը չունի, որ հոգ տանի իր մասին։ Իսկ իրան լուրջ խնամք է պետք։ Պարզ է։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Լավ Մարին, ուզում ես դու այդ մարդու հեռախոսը համարը տուր, ես կզանգեմ։ Հա, հիմա հեռախոսը համարը ուղարկեմ, բայց եթե հաստատ ես ուզում մի ուշացրու, այսօր էլ զանգի ու գնա։ Լավ Մարինե ջան, լավ։ Ալո, բարև ձեզ, ես Արտուրի հետ եմ խոսում։ Ահա, ձեր համարը ինձ Մարինեն է տվել, դե աշխատանքի հարցով եմ զանգահարում։ Աշխատանքային փորձ ունեմ, բուժքույր եմ։ Հա, դուք ձեր հասցեն կասեք։ Լավ, ես շատ լավ, վաղը ես կգամ։ Լավ, իհարկե, լավ, ես ձեզ հետո կզանգեմ, լավ։ Բարև ձեզ, ես Լիզան եմ, քիչ առաջ Ներս անցեք, համեցեք, նստեք։ Շնորհակալ եմ։ Աշխատանքի համար եք եկել։ Աշխատանքային փորձ ունեք։ Արթուր Խաչատրյան, 38 տարեկան, ղեկավարում է իր ձեռնարկության աշխատանքները, ամուսնալուծված է, երեխաներ չունի։ Այո, 2 տարվա։ Ամուսնացած եք։ Գիտեք ինչի համար եմ հարցնում, որովհետև եթե ես ձեզ ընդունեմ աշխատանքի, դուք պետք է այս տանը մնաք, այստեղ։ Գիտեմ, որ ամուսիններ կան, որոնք դեմ են լինում։ Դրա համար ուզում եմ իմանալ ձեր ընտանեկան կարգավիճակը, որ հասկանամ դուք համապատասխանում եք այս աշխատանքին, թե ոչ։ Շատ ամուսիններ կան, որ չեն ընդունում, որ իրենց կինը տանը չի գիշերում։ Պարզ պատճառ։ Իմ ամուսինը մի քանի տարի առաջ մահացել է։ Գրեք, ցավում եմ։ Ես ներողություն եմ խնդրում իհարկե, բայց
Եթե ես հասցնեմ իմ գործը կատարել ողջ օրվա ընթացքում, ինչ կարիք կա գիշերը մնալու։ Գիտեք ինչ, ես հիվանդության պատճառով սկսել եմ քիմիոթերապիայի կուրսեր ընդունել։ Ու լավ չեմ տանում։ Լինում են գիշերներ, որ շատ վատ եմ զգում ինձ, ցավեր եմ ունենում։ Ու ուզում եմ, որ այդ պահին իմ կողքին մարդ լինի։ Չեմ ուզում մենակ մնալ։ Դրա համար ուզում եմ, որ ապրեք իմ տանը։ Լիզա, ես պատրաստ եմ բարձր վճարել։ Եթե դուք համաձայնեք նմանատիպ աշխատանք տանել, դուք հենց վաղվանից էլ կարող եք գալ աշխատանքի։ Գիտեք, ես որոշակի խնդիրներ ունեմ։ Եթե կարողանամ դրանք կարգավորել, ապա ձեզ տեղյակ կպահեմ։ Իսկ վերջնական պատասխան երբ կարող եք տալ։ Ամենաուշը այսօր երեկոյան, ես ձեզ կզանգահարեմ։ Լավ, այդ դեպքում ես կսպասեմ ձեր զանգին։ Ես ձեզ կողերց եմ։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Դե լավ, եթե ոչինչ չունես ասելու, ես քեզ պետք չեմ, ես գնամ, որովհետև սոսի հետ եմ պայմանավորված։ Մանե Խաչատրյան, Արթուրի քույրն է, 40 տարեկան, մասնագիտությամբ դիզայներ է, ամուսնացած չէ։ Դե եթե պայմանավորված ես, ուրեմն գնա։ Արտուր, Ասա Մանե ջան, ինչ ա եղել։ ինձ մի քիչ գումար կտաս։ Ինչքան ա պետք։ Մի րոպե։ Ալո։ Լսում եմ Լիզա ջան, լսում եմ։ Լավ, շատ բարի։ Դե ուրեմն այդ դեպքում կարող եք առավոտյան ժամը 9-ին լինել մեր տանը։ Հա, ժամը 9-ին։ Իսկ ձեր իրերի տեղափոխման համար հետո կմտածենք։ Լավ, առայժմ։ Արտուր, այդ Լիզանովը։ Այսքանը հերիք հա։ Շնորհակալ եմ։ Բայց դու չասեցիր այդ Լիզան ով է։ Լիզան բուժքույր է։ Վաղվանից պետք է գա ու ապրի այստեղ, որ ինձ խնամի։ Ինչ լավ է, որ ինչ-որ մեկին գտել ես։ Ես շատ ուրախ եմ, ավելի հանգիստ կլինեմ։ Իսկ գոնե գիտես, ինչ աղջիկ է, ինչպիսի մարդ է։ Մանե ես ընդամենը 10 րոպե եմ շփվել այդ աղջկա հետ ու մի հեռախոսազանգ։ Ոչ մի կարծիք չեմ կարող հայտնել։ Լավ։ Եթե վաղը ժամանակ ունեցա, անպայման կացնեմ։ Տեսնեմ, հետո վա, ինչ աղջիկ է։ Ու արդյոք արժե, որ ես եղբորս վստահեմ նրան։ Դե լավ։ Ես գնացի։ Ստեսություն։ Քեզ լավ նայիր, խնդրում եմ։ Թե չան հանգիստ եմ լինում։
Աղուլ ջան, խնդրում եմ, միրգը կուտես, լավ։ Հիմա չէ, բայց հետո կուտեմ։ Լավ։ Ալո։ Հա, մամ ջան, զանգել էի, չէիր վերցրել, անհանգիստ էի։ Ոնց մտքով ոչ չէր անցել, ինչ ասեց բժիշկը։ Հա դե լավ է, մամ ջան։ Չէ, մամ ջան, այսօր չեմ կարող գալ։ Դե տեսնեմ, եթե շաբաթվա մեջ ազատ օր ունենամ, կգամ։ Լավ։ Լավ, մամ ջան։ Լիզա, Այո, ինձ մի բաժակ հյութ կբերեք։ հա, իհարկե։ Սա էլ ձեր հյութը։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Լիզա, Այո։ ձեր մայրիկի հետ խոսելուց ես հասկացա, որ շատ անհանգիստ էիք։ Ինչա պատահել, կարող եմ ինչ-որ բանով օգնել։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել, դուք կարող եք ինձ դիմել, ես կօգնեմ։ Պրոբլեմ չկա։ Չէ, Արթուր ջան, իսկապես ամեն ինչ նորմալ է։ Չէ, եթե ինչ-որ բանի կարիք կա, կարող ես ասել, ես կօգնեմ։ Շնորհակալ եմ, բայց իրոք ամեն ինչ կարգին է։ Լիզա, նստիկ։ Ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Խոսենք, ինչի մասին։ Դե մի քանի օր դու իմ տանը ապրում ես։ Ու մենք իրար լավ չենք ճանաչում։ Ես ուզում եմ քո մասին ամեն ինչ իմանալ։ Իմ մասին։ Պատմի քո մասին։ Դե։ Ինչ պատմեմ։ Ամուսինդ ինչից է մահացել։ Հիվանդ էր։ Ոչ։ Թմրամոլ էր։ Իսկ ամուսնուդ մահից հետո չես մտածել նորից սկսել կյանքը, ամուսնանալ, ընտանիք ստեղծել։ Ոչ։ Իսկ դուք։ Ես ու կինս իրար չէինք հասկանում։ Հետո երբ ինքը իմացավ, որ ես հիվանդ եմ, տանից գնաց, հեռացավ։ Հետո իմացավ, որ մինչև մեր ամուսնալուծվելը կնոջս կյանքում ուրիշ տղամարդ կար։ Ճիշտ է, սկզբնական շրջանում ինձ համար շատ դժվար էր, բայց հետո համակերպեցի, որովհետև ինձ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել։ Ու ինձ համար արդեն կարևոր չի։ Թե նա ում հետ ապրում։ Լիզա, ես վաղը պետք է բժշկի գնամ։ Դու կարող ես ինձ հետ գալ։ Իհարկե, եթե պետք է ես կգամ քեզ հետ։ Լավ, Լիզա ջան, ես ուզում եմ բարձրանամ, մի քիչ հանգստանամ, մի քիչ պարկեմ։ Դու կարող ես գնալ մայրիկիդ մոտ։ Ու առհասարակ, երբ մայրդ ցանկանա, կարող է գալ քեզ մոտ։ Կարող է գալ այս տուն։ Շատ շնորհակալ եմ, Արթուր ջան։ Դե այդ դեպքում ես գնամ, բայց շատ շուտ կգամ։ Լավ։ Ես էլ գնամ պարկեմ հանգստանամ։ Լավ, Արթուր ջան։ Հա, Մարինե ջան, իրոք շատ գոհ եմ աշխատանքից։ Հա, չէ, Արտուրը հոյակապ մարդ է։ Ուղղակի գիտես, որ մտածում եմ ինքը հիվանդ է, ու անբուժելի հիվանդ։ Այդ փողը չեմ ուզում վերցնել, նույնիսկ ծախսելս չի գալիս։ Հա, չէ, չես պատկերացնի ինչքան լավ մարդ է։
տես շատ քիչ ժամանակ է, չէ՞, ինչ շփվում ենք, բայց շատ է դուրս գալիս։ Հա, Մարինե ջան։ Չէ, հիմա իր հիվանդության մասին գրքեր եմ կարդում։ Ուզում եմ ամեն ինչ իմանալ հիվանդության մասին, դե ուզում եմ օգնեմ, էլի։ Լավ, շնորհակալ եմ Մարինե ջան։ Հա, դե լավ, պակա։ Բարև Լիզա ջան։ Բարև ձեզ Արտուր, ո՞նց եք ձեզ զգում։ Ես ինձ լավ եմ զգում։ Գնացի հիմնարկ, համապատասխան կարգադրություններ արեցի ու եկա։ Լավ, հիմա ձեր ուտելու ժամն է, ես հենց հիմա սեղան կգցեմ։ Չէ, պետք չի։ Սեղան գցել այսօր պետք չի։ Ես ուզում եմ, որ այսօր միասին ճաշենք ռեստորանում։ Ինչ ես այդպես զարմացել։ Գնա պատրաստվի, որ գնանք ռեստորան։ Բայց Եթե դու նույնիսկ դեմ ես, մենք այսօր պետք է ճաշենք ռեստորանում։ Բայց ես նման բան չասացի, ես հիմա կպատրաստվեմ։ Արգացրու։